Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է Թրամփի վարչակազմի այս տարվա արտաքին քաղաքական ձեռքբերումները, նշելով, որ ԱՄՆ նախագահը 8 պատերազմ է դադարեցրել։ Ռուբիոն անդրադարձել է նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Սարսափելի կլիներ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեր, բայց մենք դա կանխեցինք, նշել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների մյուս նվաճումների շարքում Ռուբիոն առանձնացրել է ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը երկրների ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը, ԱՄՆ պետքարտուղարության եւ միջազգային զարգացման գործակալության բարեփոխումները, թմրակարտելների դեմ պայքարն ու սահմանների ամրապնդումը։ Պետքարտուղարն ընդգծել է նաև, որ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների նախագահի առանցքային խոստումները կյանքի են կոչվում, հավելելով՝ լավագույնը դեռ առջևում է։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է քաղաքացիներին։ Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, այդ թվում արմատական ձախակողմյան սրիկաների, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց մոտ վատ է ստացվում, գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Իրականում մենք ունենք ֆոնդային բորսայի ռեկորդային մակարդակ, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր ցուցանիշներ, գնաճի բացակայություն եւ ՀՆԱ-ի 4.3% աճ, ինչը 2 կետով բարձր է սպասումներից, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով իր սահմանած մաքսատուրքերն ԱՄՆ-ին ապահովել են տրիլիոնավոր դոլարների տնտեսական աճ ու բարգավաճում եւ հուսալի ազգային անվտանգություն։ Մեզ նորից հարգում են, միգուցե այնպես, ինչպես երբեք նախկինում չեն հարգել, ամփոփել է Միացյալ Նահանգների առաջնորդը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը, պայթուցիկ սարքի պատճառով վիրավորվել է իսրայելական բանակի սպա։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահում։ Իսրայելական կողմն ակնկալում է, որ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները եւ զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միևնույն ժամանակ Համասը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով Ռաֆահում տեղի ունեցածը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։ Նա հավելել է, որ այդ մասին Համասը տեղեկացրել է հրադադարի միջնորդներին, ընդգծելով, որ խմբավորումը շահագրգռված է Գազայում հրադադարի պահպանմամբ եւ իրավիճակի հետագա սրում թույլ չտալու հարցով։ Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները գլխավոր հետախուզական ծառայության եւ միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպած գործողություն են իրականացրել Ալ-Մուադիմիա քաղաքում իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկում։ Ձերբակալվել է Դամասկոսում դրա առաջնորդը եւ նրա օգնականները։ Այդ մասին հաղորդել է սիրիական Սանա գործակալությունը։ Ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Թահա Ազ-Զաաբին էր։ Արգելավել են պայթուցիկ սարքավորումներ եւ զենքեր։ Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հաստատել է երկրի հանձնառությունը պայքարելու իսլամական պետության դեմ եւ ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։ Գերատեսչությունը կոչ էր արել Միացյալ Նահանգներին եւ միջազգային կոալիցիայի անդամ պետություններին միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։ Դավիթ Մուրադյան, լուրեր։